Պողոսը կանգնեց Արիսպագոսի մեջտեղում և ասաց. «Աթենացիներ, տեսնում եմ դուք ըստ ամենայնի ջերմեռանդ հավատասեր եք, քանի որ շրջելով և տեսնելով ձեր պաշտածները գտա նաև մի բագին, որի վրա գրված էր. «Անծանոթ Աստծուն, ում դուք առանց ճանաչելու եք պաշտում, ես նույնն եմ քարոզում ձեզ»։ Աստված, որ ստեղծեց այս աշխարհը և այն ամենը, որ նրա մեջ կա, նա է Տերը երկնքի և երկրի։ Նա ձեռակերտ տաճարներում չի բնակվում, ոչ էլ մարդկանց ձեռքերով է պաշտվում, որպես թե մի բանի կարոտ լիներ։ Նա է տալիս ամեն բանի կյանք և շունչ և ամեն ինչ։ Մեկ արյունից ստեղծեց մարդկանց բոլոր ազգերը, որ բնակվեն ամբողջ երկրի վրա, հաստատեց նախակարգյալ ժամանակները և դրեց նրանց բնակության սահմանները, որ փնտրեն Աստծուն ու խարխափելով թերևս գտնեն նրան։ Թեև նա մեզնից յուրաքանչյուրիցս հեռու չէ, քանի որ նրանով ապրում ենք և շարժվում ենք և կանք, ինչպես ձեր բանաստեղծներից ոմանք ասացին, թե մենք նրա զարմից ենք։ Եվ արդ, որովհետև Աստծո զարմն ենք, չպետք է խորհենք, թե աստվածայինը նման է ոսկուն կամ արծաթին կամ քարին, որոնք ճարտարությամբ և մարդու խելքով են քանդակված։ Բայց Աստված, անգիտության ժամանակներն անտես առնելով, այժմ այն է պատվիրում մարդկանց, որ ամեն ոք ապաշխարի, քանի որ սահմանել է մի օր, երբ աշխարհը արդարությամբ պիտի դատի այն մարդու ձեռքով, որի միջոցով որոշեց հավաստիք տալ ամենքին, նրան մեռելների ցարություն տալով։ Երբ լսեցին մեռելների հարության մասին, ոմանք ծաղրի էին ենթարկում, ոմանք էլ ասում էին. «Մի ուրիշ անգամ կլսենք քեզնից այդ մասին»։ Եվ ապա Պողոսը նրանց միջից ելավ գնաց, իսկ մի քանի մարդիկ հարելով նրան հավատացին, նրանց թվում էր նաև Դիոնեսիոս Արիսպագացին և Դամարիս անունով մի կին և սրանց հետ ուրիշներ։